Պարոն Ղազինյան, այսօրվա դատական նիստի մասին ինչ է սպասվում եւ ինչ ակնկալիքներ ունեք դատարանից, հաշվի առնելով նաեւ վերջին շրջանում կայացված մի շարք որոշումներ միջանկյալ։ Ճիշտ ասած, առանձնապես ակնկալիք չունեմ, հաշվի առնելով զարգացումները եւ փոքրիկ խմբակի ցանկությունը խլելու հեծը, առանձնապես ակնկալիք չունեմ, եթե հիշում եք, դատարանը մերժեց մեր կողմից կառավարչի եւ անձնաժողովի նախագահին որպես վկա ներգրավելու միջնորդությունը, չգիտեմ հիմքում ինչ է դրել, բայց ես պնդում եմ, որ միանշանակ իրենց կարիքը այստեղ կար, մեկինը որպես կառավարիչ իր տրված գործառույթներից անցում, այսինքն իր պարտավորություններից եւ իրավունքներից դուրս հայտարարություններ կատարելու համար եւ երկրորդը որպես կառավարիչ նշանակող միանձնյա վարույթ հարուցող։ Այդ իսկ պատճառով առանձնապես ակնկալիք չունեմ։ Ընդհանուր առմամբ հետի գործը ուր է մեզ տանում եւ միտումը որն է, այս գերակա շահ ճանաչելու վերաբերյալ որոշումից հետո ինչ սպասել հետի ճակատագրով եւ որ դեպքում հնարավոր կլինի կանխել այս սցենարը։ Եթե տեղյակ եք, միջնորդություն է ներկայացվել մեզ այդ երամսյա ժամկետում առաջարկ անելու վերաբերյալ այդ խնդիրները որ կար, ուժ ծանուցելու, չստանալու, դատարանը հայցի ապահովում է կիրառել մինչև մայիսի 25-ը հետաձգել, այսինքն բանակցությունների փուլը մինչև մայիսի 25-ը ներառյալ, այդ իսկ պատճառով գերակա շահ ճանաչելու 60 հոդվածի հայտարարությունը կառավարչի կողմից համարվեց անօրինական, շատ զարմանալի է, որ իրենք էլ տեղյակ չեն եւ ընդհանրապես իրավունքների մեջ չի դրա մասին խոսելը։ Հիմա մինչև մայիսի 25-ը կլինի բանակցությունների փուլ, հետո նոր գնա գերակա շահի։ Կան արդեն բանակցություններ։ Մենք հակված չենք։ Եվ որ դեպքում աներեխություն հնարավոր հասնել կոնսենսուսի որևէ հարցով։ Ճիշտն ասած, դա սեփականատիրոջ միանձնյա որոշումը կարող է լինել, բայց մենք հակված չենք այդ բանակցություններին, հաշվի առնելով իրենց եւ կատարած առաջարկը առաջին տեղյակ ենք բնականաբար ինչի մասին է խոսքը, մի խոսքով այդտեղ բանակցությունների եզր ես չեմ տեսնում։ Իսկ արբիտրաժից ինչ նորություն կա, արբիտրաժային դատարանից այս փուլում ինչ կա։ Արբիտրաժը գտնում է քննության փուլում, ես ունեմ համոզմունք եւ համոզված եմ, որ այդտեղ արդեն զանգովի արդարադատություն չի գործելու եւ այսպես արդարությունը հաղթանակելու է, ուղղակի հետի գործը որպես այդպիսին դասագրքային գործ է դառնում, այսինքն ինչպիսին չպետք է լինի կառավարությունը, ինչպիսին չպետք է լինի դատարանը, որովհետև այստեղ մենակ հետի խնդիրը չի։ Եթե հիշում եք, Սամվել Կարապետյանը ասել է թքած ունեմ հետի վրա որպես գույք, այստեղ ոչ անձի խնդիր է, ոչ ֆինանսական խնդիր է, ասել եմ, հիմա էլ կրկնում եմ, եթե Սամվել Կարապետյանը 1 սանտիմետր հետքայլ կատարեր, հեծը փաթեթավորված հանձնելու էին հետ մի քանի անգամ էլ ներողություն խնդրեին։ Այստեղ խնդիրը ընդհանրապես ներդրումային միջավայրի, պետական կառավարման նկատմամբ վերաբերմունքի։ Իրենք շատ լավ հասկանում են, որ հեծի գործով ուղղակի ներդրողներին ասում են, որ չգաք հանգարց այստեղ։ Հնարավոր չէ այդպիսի բան։ Այս փորձը ունենալով ինչ որ խոշոր ներդրող այստեղ ներդրում կատարի։ Այստեղ խոսում է իմ մասնավորի թե Փաշինյանը, թե տարածքային կառավարման նախարարը Խուդատյանը խոսում են էներգետիկ համակարգերի միասնության մասին Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ եւ ակնկալում են այո ներդրումներ, ակտիվ աշխատանքներ այդ ուղղությամբ։ Սա առնչությամբ ձեր դիտարկումը որն է։ Իհարկե, մեր ճշտամական պետությունները երազեն այստեղ ունենան իշխանություն եւ այդ իշխանության միջոցով ներդրումներ կատարել, ինչի փող ծախսել զենքի, զինամթերքի, պատերազմի վրա։ Ֆինանսական ներդրումներով կգրավեն եւ կվերջանա ամեն ինչ։ Տնտեսական էքսպանսիա։ Այո, խոսքը չի վերաբերվում այդ 1-2 երկրներին, խոսքը վերաբերում է ընդհանրապես նորմալ երկրների, նորմալ ներդրումային միջավայրի, որի արդյունքում ուղղակի մենք չենք ունենալու այդ ներդրումային միջավայրը, բայց ես համոզված եմ, որ հունիսի 7-ից հետո կունենանք, հաշվի առնելով ապագա վարչապետ Սամվել Կարապետյանի կապերը եւ հեղինակությունը։ Պարոն Ղազինյան, ընդհանուր առմամբ ինչ եք կարծում այս հետի պետականացմանը միտված այս գործընթացները, որ կատարում են, սա տանելու է նրան, որ կպետականացնեն, թե այնուամենայնիվ որևէ մասնավոր ընկերություն կներգրավի այս գործում։
հեծի պետականացում որպես այդպեսին գոյություն չունի։ Կա խլելու փորձեր, այսպես։ Ինչ եմ դա ասում, որովհետև հեծի իրական արժեք, ինչպես միշտ նշել եմ, մինչև $1 միլիարդ է։ Մեր պետությունը չունի այդ հնարավորությունը։ Ընդհանրապես պետականացնել հասկացությունը դա լինում է այսպես այն երկրները, ովքեր ունեն այդ փորձը եւ այդ օրենքները ընդունած, ունեն խիստ խնդիր ներդրումների հետ կապված։ Հիմա այս պարագայում հայտարարել, որ հեծը գտնվում է այնպիսի միգուցե գտնվում է այնպիսի ֆինանսական վիճակում, որ արժեքը շատ փոքր լինի եւ պետությունը կարողանա դա ձեռք բերել, դա ռեյդերսկի զախվատ, չասեմ ռուսերեն խոսում, բայց ամենատիպիկ այսպես իշխանությունների կողմից դա է նշանակում։ Չկա պետականացում հասկացություն, դա իրենց փոքրիկ խմբակի ընտրողներին ուղղակի ցույց տալն է, որ մենք իբրև թե հարուստ մարդուց վերցնում ենք ինչ-որ բան։ Բաժանորդագրվեք Արմադ մեդիայի ալիքներին YouTube-ում, Facebook-ում, Instagram-ում և Telegram-ում։